Փոխանցում է կատարում Մալաքյանը եւ Միլկովիչ հասցնում է Անզիմատի Աբուդուն։ Համարձակ, բայց պահպանեց այն իր մոտ։ Այդ փոխանցում Անզիմատի Աբուդուին, Փյունիկը գալիս է առաջ եւ Արարատը հիմա փորձում է գնդակը լավ խաղարկել եւ շատ հատկապես առաջին կեսում Ալաշկերտը զգալի առավելություն ուներ այդ խաղում։ Խաղային տեսանկյունից եւ գոլերի կամ հաջող հանդիպումներ չի ունեցել, բայց այսօր ամենայն դեպս նվիրվածությունը եւ պայքարը ամենավերին աստիճանին է։ Անզիմատի Աբուդու, Լուլուկյան, Գրիգորյան, կին անկյունագծով փոխանցում ձախ Մալաքյանին, կոսեցրեց գնդակը Մալաքյանը, Խամես Սանթոս, Խամես եւ սա ավելի շատ հարված էր, քան փոխանցում։ Յանսանեի ուղղությամբ էր գնում գնդակը, տեսեք Մալաքյանը ինչպես ընդունեց եւ հանգիստ փոխանցեց Խամեսին։ Արարատի մյուս ֆուտբոլիստները Գոր Լուլուկյան, Կլինտոն Դոմբիլա, վտանգավոր է հիմա Դանիլ Կուլիկով եւ փրկում է Անզիմատի Աբուդուն։ Հանդիպման մրցավարը Վարդան Վարդումյանն է, սա Կուլիկովի դրվագն է։ Ստացավ գնդակը, հարվածեց, ահա Մորենոյի փոխանցումը, նորից Խավի Մորենոն։ Որքան սուր են նրա Միլկովիչ փոխանցում, Օկանսին հասավ Յանսան է եւ գնդակը ուղղակի կախարդանքով չի հայտնվում դարպասում, դարպասապահի եւ դարպասաձողի ընկերական հարաբերությունների արդյունքում գերազանց հնարավորություն ուներ Փյունիկը այս 5 րոպեում, արեց շատ ավելին, քան ամբողջ առաջին կեսում։ Սպասեն կրկնապատկերին Միլկովիչի եւ Օկանսիի կազմակերպած գրոն էր եւ իհարկե Յանսանի եզրափակումը հասցրել է Փյունիկ տեղափոխությունից հետո 4 գոլ խփել այդ ֆուտբոլիստը, փոխանցում ազատ էր Օկանսին եւ Յանսանի հարվածը, բրավո Ադել Անզիմատի Աբուդու, բայց նա ստիպված էր նաեւ ապավինել դարպասաձողի օգնությանը։ Ուշադիր չէին Արարատի ֆուտբոլիստները, այն պահ է ստեղծել Յանսանեի համար, ինչպես նաև անձամբ է ունեցել հնարավորություն աչքի ընկնելու։ Գնդակը միջև մոտենար Դաշյանը, ուժեղ արված առաջ, Յանսանը եւ Խաչումյան դուրս է գալիս, Անզիմատի Աբուդուն օգնում է թիմակ։ Շատ հավասար էր ամեն ինչ առաջին խաղում։ Փյունիկը պարտվեց 1-2 հաշվով, պատասխան խաղում հաղթում էր 2-1 հաշվով։ Խավի Մորենո արված Անզիմատի Աբուդու։ Այս անգամ շատ ավելի հեշտ էր նրա համար։ Ամեն դեպքում Փյունիկը պետք է աչալուրջ լինի, Արարատյան դերբի կանցկացնի Արարատ Արմենիայի դեմ։ Ուտունեց գնդակը Դոմբիլան, Տարախչյան եւ ոչ ոք չի շեղում գնդակի ուղղությունը։ Փայլուն փոխանցում էր կատարել այստեղ Տարախչյանը եւ տեսնենք եւս մեկ անգամ Յանսանեն ուշ մեկնարկեց Նուբիսին։ Ձախով է փոխանցում եւ Նուբիսի Ադել Անզիմատի Աբուդու հրկում է իր թիմին Արարատի դարպասապահը։ Երկրորդ շանսը Նուբիսի համար, Դարփինյանի փոխանցումը հոյակապ կատարեց, շատ ազատ էր այստեղ Նուբիսին, իրականում սա ձախողում էր Արարատի պաշտպանների համար։ Արտակոսյանի թիմի համար Խավի Մորենո եւ Ադել Անզիմատի Աբուդու հանդիպումն ավարտված է։ Անհավատալի սցենար, Արարատը հաղթում է Փյունիկին 1-0 հաշվով, հաղթում է Փյունիկին